Սևծովյան առևտրի և զարգացման բանկը պատրաստվում է Հայաստանի տնտեսության մեջ իրականացնել զարգացման որոշակի ծրագրեր, հատկապես փոքր և միջին ձեռներեցության ոլորտում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարարի հավաստիացմամբ դրանք լինելու են ռազմավարական ծրագրեր առաջիկա 3-ից 4 տարվա համար։ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի միջոցները հիմնականում կուղղվեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Գյուղատնտեսության արտադրողականությունը գաղտնիք չէ, որ աճում է, եթե ամբողջ ենթակառուցվածքները ապահովում են եւ գյուղատնտեսը կարող է իր ստեղծած արտադրանքը հասցնել վերջնական սպառողին բավականին ցածր ծախսերով։ Բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը նշեց, որ իրենց ընկերության համար կարևոր է, որ հայ գործարարները ֆինանսական հաշվետվությունները սկսել են համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, եւ այդ առումով նա ոչ միայն Հայաստանի բիզնես միջավայրում, այլև տնտեսության մեջ ընդհանրապես դրական միտումներ է տեսնում։ Правительство сделало важные шаги по сокращению бюджетного дефицита. Одна из серьезных проблем остается инфляция, но мы обсудили и считаем, что правильные меры предпринимаются по сдержанию инфляции в разумных пределах. Թե հայկական կողմը, թե բանկի ներկայացուցիչները վստահեցրին, որ ֆինանսական այս աջակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հատկապես փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը։ Նարինե Էրիցյան, Հովսեփ Հովսեփյան, IPF